Քաղաքապետի և մանկապարտեզների տնօրենների հետ հանդիպումը սննդի մատակարարման մասին նոր մրցույթի հրապարակման և գների հստակեցման հետ էր կապված։ Նախորդ տարվա հոկտեմբերից Գյումրու համայնքային մանկապարտեզներ որոշ ապրանքատեսակներ մատակարարվել են շուկայականից համեմատաբար բարձր գներով։ Որոշ դժգոհություններ արտարացի, մենք գտնել ենք նաև իրար քննարկել ենք։ Հրապարակված դժգոհություններից հետո քաղաքապետարանը որոշ ապրանքատեսակների գների վերանայում է կատարել, ապա ընկերության հետ կնքված աշխատանքային ժամկետն ավարտվել է։ Այս մասին եթեր հեռարձակված տեսանյութով հետաքրքրվել են իրավապահները։ Մեր ոստիկանությունը նյութեր նախապատրաստում, նյութերի նախապատրաստման համար մեզ եկել է կրություն պահանջելով մրցույթային փաստերի բոլոր փաստաթղթերը, որը մենք տրամադրել ենք։ Այսօր Գյումրու քաղաքապետարանը որոշել է սննդի մատակարարման վերաբերյալ նոր մրցույթ հայտարարել։ Համայնքային 24 մանկապարտեզները ներկայացրել են անհրաժեշտ ապրանքատեսակների շուկայական ուսումնասիրությունները։ Քաղաքապետարանում այս ցուցակների հիման վրա ընտրվել են ապրանքատեսակների միջին գները։ Դրանք քննարկվել են մանկապարտեզների տնօրենների ներկայությամբ։ Իմ կարծիքով ևս գինը քիչ է։ Այս գինը չեք կարող։ 410 դրամ նորմալ կրենք 350 կողմ եք 350-ով Փորձեցինք գնումներով անպայման ամեն ինչ անել, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն։ Եվ իմ սկզբունքը, որը ես կա և տրել եմ, դա հիմնականում, որպեսզի մեր երեխան լավ սնվի մանկապարտեզում։ Որոշ ճշգրտումներից հետո Գյումրու քաղաքապետարանն առաջիկայում կհայտարարի սննդի մատակարարման նոր մրցույթ, այս անգամ որպես մրցույթի ապրանքատեսակների գներ հիմք կդառնան քննարկված և ընտրված միջին գները։ Մրցույթը բաց կլինի նաև լրատվամիջոցների համար։ Մրցույթի իրականացվելու է շրջանակային համաձայնագրերի ընթացակարգով։ Բոլորը կարող են մասնակցել այդ մրցույթին, դա արդեն մեր պարտադրելիք կամ ասելիք չէ, ով մատակարարել կարող է այս ապրանքները մեր պահանջած, ձեր պահանջած ավելի ճիշտ ապրանքները տեխնիկական բնութագրերին համապատասխան մատակարարել ձեր իսկ կողմից որոշված նախահաշվային գներից ցածր գնով հաղթող կճանաչվի այդ մասնակիցը։ Համայնքային մանկապարտեզներում բարեփոխումները շարունակվելու են։ Կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ քաղաքապետ Սամվել Պալասանյանն առաջարկելու նոր տարբերակներ ունի։ Փոխել ենք դերի ուրիշ տարբերակներով, բարեփոխելու ենք, հասնելու ենք նրան, որ մի օր քաղաքը գումար ունենա, այդ սննդի գումարն այդ ծնողների չվերցնեն։
Անի Մկրտչյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։